2026 թվական հրեձի ու տարի մեզ համար բացված մի նոր էջ, որը թույլ կտա հավատալ աներևույթ ու երևութական ուժերին, համարձակվել անել այն, ինչից վախեցել ենք եւ ընդառաջ գնալ մեր երազած ու պատկերացրած ապագային։ Բենյամին Ֆրանկլին այս առիթով ասել է. «Պատերազմիր քո վատ սովորությունների հետ, խաղաղություն հաստատիր հարևանների հետ եւ թող յուրաքանչյուր նոր տարի քեզ ավելի լավ մարդ դարձնի»։ Ամանոր, նոր տարի, նոր սկիզբ։ Այս բառն ինքնին փոխանցում է նորի ու վերածնման գաղափարը։ Այն սոսկ օրացույցում կատարվող փոփոխություն չէ, այլ ունի ավելի խորը հոգեբանական ու մշակութային իմաստ, որովհետև մարդն էլ բնության նման թևակողում է ժամանակային նոր շրջան։ Բացի այդ, այս տոնակատարությունն ունի ընտանեկան նշանակություն։ Այն ջերմության ու համախմբման, հոգացության ու ներման լավագույն առիթներից է։ Եթե անկեղծ ես ընդհանրում եմ նոր տարվա մարդ։ Ինձ համար նոր տարին այդ ամենասպասված, ամենասիրուն տոնն է եւ Սուրբ Ծնունդը նույնպես, ամենասիրուն, ամենասիրված, որ չեք պատկերացնում մինչև հիմա ինձ համար այդ հրաշքը չի վերացել ամանորյա ու այնքան սրտի թրթիրով եմ սպասում բոլոր երեխեքից ավելի շատ ու ավելի ոգևորված ու փորձում եմ բոլոր երեխեքի մեջ դնել, թողնել այդ հրաշքի զգացողությունը, ամեն ինչ անում եմ, որ չլինի ոչ մի երեխա, որ օրինակ չհավատա ծմեր պապիկին, համոզում եմ հիմա, որ դասավանդում եմ, երեխեքին այն օր ասում են, դե չկա ծմեր պապիկ, ոնց չկա ծմեր պապիկ, ոնց կարող է ծմեր պապիկ չլինել, ու ես դրան հավատում եմ, ես իրոք մինչև հիմա դրան հավատում եմ, որովհետև կա չէ ինչ-որ մի հատ երևույթ, որը ստիպում է բոլորիս հավատալ այդ հրաշքին։ Թվագիտական հաշվարկներով տարվա ընդհանուր թիվը 1-ն է, խիզախության եւ ինքնավստահության խորհրդանիշը, այնպես որ այս տարի վստահեք ձեր ուժերին եւ նվաճեք ձեր բաժին հաղթանակները։ 2 գումարած 0, գումարած 2, գումարած 6 հավասար է 10։ 10-ն էլ իր հերթին մասնատման եւ գումարման արդյունքում տալիս է 1 թիվը։ Ուսումնասիրողները վստահ են, տարին դանդաղություն եւ սպասում չի ենթադրում։ Արագ գործելու ժամանակ է։ Առաջնորդության, ստեղծարարության, նոր գաղափարների իրագործման կատարյալ պահ։ Ուստի լսեք նախախնամության ձայնն ու աշխատեք չկորցնել բնության պարգևը։ Մեկը նոր ծրագրերի, նոր մտահղացումների ժամանակահատվածն է։ Եվ 2026 թիվը հրեղեն կարմիր ձյու տարին է։ Հագուստներում, աքսեսուարներում, ինտերիերում պետք է գերակշռեն կարմիրն ու ոսկեգույնը։ Շատ կարևոր է լինելու խոյերի համար։ Ճիշտ է, մոլորակային դիրքավորումները ամբողջությամբ կմտնեն իրենց այդ դերակատարման մեջ խոյում հունվարի 26-ից եւ փետրվարի 14-ից։ Նոր հնարավորություններ, նոր կյանքի սկիզբ սիրելի խոյեր, բայց պետք է լինեք կարգապահ, որոշեք, որ փոխելու եք ձեր կյանքը այդ սահմանված ժամկետներում։ 2026 թվականը բարենպաստ է կրթության եւ աշխատանքի համար։ Կարելի է սկսել նոր նախագծեր կամ կատարել արտադրական քայլեր, վերահսկել սեփական ներուժն ու ընդունել նոր պատասխանատվություններ, ձգտել նոր նշաձողերի գործում եւ անձնական կյանքում, իրականություն տալ վաղուց մտածված գաղափարներին։ Քանի որ թվերը 1-ից 9 են, թվագետները պնդում են, որ իրար հաջորդող ցանկացած 9 տարին կազմում են մի ամբողջական ցիկլ, որն ունի սկիզբ ու ավարտ եւ իր հետևից բերում է դարձյալ սկսվող ու վերջացող զարգացման մի նոր շրջան։ Այս տարին ազդարարում է նաեւ այդ շրջափուլի մեկնարկը։ Ինչու հենց 9 տարի։ Որովհետև թվագիտական հիմնական թվերը դրանք են։ 1-ը համարվում է սկիզբ, 9 ավարտ։ Երբ ժամանակը մոտենում է 9-ին, շրջանը փակվում է։ Հաջորդ տարին դարձյալ սկսվում է 1-ով, սակայն արդեն նոր հարթության մեջ ու նոր մակարդակում։ 9-ամյա շրջափուլում առաջին տարին համարվում է նոր գաղափարների, նախաձեռնությունների սեղմնավորման փուլ, իսկ վերջինը շրջափուլի ամփոփումն է, զուգորդված ինքնաներմամբ ու ինքնամաքրմամբ։ Հենց այս փուլում պետք է հրաժեշտ տալ բացասական մարդկանց ու երևույթներին, ընդառաջ գնալով նոր 9-ամյա ցիկլին, որը հիշեցնում է ցանկացած ավարտ նոր սկզբի նախաբանն է։ 2026 թվականը համարվում է հրեձիու տարի։ Այն միավորում է ձիու շարժում, ազատական բնույթն ու կրակի տարերքի հզոր էներգիան։
Արևելյան չինական աստղագուշակության մեջ ձիու տարին համարվում է շատ ուժեղ, դինամիկ եւ հակասական տարի։ Նրանց մշակույթում ձին արագության, անկախության, առաջընթացի, խիզախության, շարժի, փոփոխության, արկածախնդրության խորհրդանիշն է։ Քանի որ այս տարի հրե ձիու տարի է, ապա կրակի գործոնն ուժեղացնում է այս բոլոր հատկանիշներն ավելացնելով վճռականությունը, փոփոխությունների հանդեպ խանդավառությունը, նպաստում է մեծ քայլերին։ Կարող է առաջացնել նաև սուր հակասություններ։ Հրե ձիու տարիները հաճախ են հիշվում որպես ճակատագրական շրջադարձի տարիներ։ Ինչն է սպասվում մեզ, մեր ժողովրդին, մեր Հայաստանը։ Իսկ մեր Հայաստանը սպասվում է մի բան՝ ջոհություն։ Եթե տենց կարելի է երկի ասել։ 2026 թվականը շատ հետաքրքիր է։ Նա աշխատող մարդու համար, ասենք ասենք, տարի գանձ, եթե ասենց կարելի է միացնել իրար այդ երկու հասկացողությունը, որտեղ այս տարվա մեջ ովքեր ինչ որ գործ դնեն, չգիտեմ, բիզնես բացեն, որևէ ինչ որ մի բանով սկսեն զբաղվել, թեկուզ դաժե երբեք չեն զբաղվել, դու այս տարվա մեջ այդ ամեն ինչը կլինի իօգուտ բացի նրանից, որ իօգուտ իրանց, նույնիսկ իօգուտ մնացած ժողովրդին։ Այս տարվա էներգիան մարդկանց մղելու է լինել ավելի անկախ, ավելի ուշադիր ներքին ձայնի հանդեպ, ստիպելու է ազատվել պարտադրանքներից եւ ընտրել սեփական ճանապարհը, նույնիսկ եթե այն զգալիորեն տարբերվում է սովորականից։ Սա լավ ժամանակ է առանց վախի առաջ մղվողների եւ բարդ հեկայունությունից կառչած մարդկանց համար։ Ձիու տարում ծնվել են 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014 թվականներին ծնված եւ այս նոր տարում ծնվող մարդիկ։ Ամեն մեկը իր հերթին իր մանկության տարին, եթե հիշի, մենք միշտ ամանորը մեր ծնողների հետ միասին, մեր պապիկ տատիկների հետ միասին դիմավորել ենք շատ գեղեցիկ, դիմավորել ենք շատ մեծ ուրախությամբ եւ մեծ հաջողություններով, որովհետեւ ամանորը հրաշք է դա, հրաշք։ Եվ սպասումներով, փոքր տարիքից մենք միշտ սպասել ենք նվերների, պապիկի կողմից, տատիկի կողմից, հայրիկի, մայրիկի, քրոջ, եղբոր, հարազատների կողմից, դա ամբողջական մի համաշխարհային, այսպես ասած, կարելի է ասել տոն է, գեղեցիկ տոն, որ մարդիկ միշտ ակնկալում են նոր տարվա մեջ, թե փոքրները, թե մեծերը նոր տարվա մեջ գեղեցիկը, սերը։ Ինչ իրադարձություններ են տեղի ունեցել մարդկության պատմության մեջ ձիու տարում։ Մենք հայրս նույնպես ունեցել ենք հաջողություններ ու բեկումներ։ Օրինակ 1930 թվականին ձիու տարում են ծնվել հայ հանճարեղ դերասաններ Խորեն Աբրահամյանն ու Մհեր Մկրտչյան, ինչպես նաև դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը։ Ձիու տարում 1942 թվականին են ծնվել բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին, հայտնի երաժիշտ Փոլ Մաքքարթնին, դերասան Ռաֆայել Քոթանջյանը, Հարիսոն Ֆորդը, ինչպես նաև Լեոնիդ Ազգալդյանը։ 1954 թվականին են ծնվել Անգելա Մերկելը, Հրանտ Դինքը, մահացել ռեժիսոր Ձիկա Վերտովն ու մեքսիկացի հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոն։ Ինչպես յուրաքանչյուր հայ քրիստոնյայի համար, ինձ համար եւս Սամանորը եւ մասնավորապես Սուրբ Ծնունդը ամենասիրելի տոներից մեկն է, եթե ոչ ամենան։ Ինչով է դա պայմանավորված։ Իհարկե, արտաքին ծիսակատարությունը կարծում եմ կարևոր է յուրաքանչյուրիս համար։ Տոնածառի զարդարանքը, առհասարակ լույսերը, քաղաքը զարդարված, սեղանի պարունակությունը, բայց միևնույնն է, կարևորը կա ու կմնա ինձ համար Սուրբ Ծնունդը եւ հենց Սուրբ Ծննդյան խորհուրդը։ Ինչու, որովհետեւ այն խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը, խորհրդանշում է այն, որ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի երամիասնությունը եւ առասարակ Քրիստոսը երբեք չի մեռնում, այլ հակառակը նորից է ծնվում։ Եվ էական է, բովանդակային ու կարևոր, թե որքանով ենք մենք ընդունում նրա ծնունդը մեր ներսում։ Որպես տարվա սկիզբ հունվարի 1-ը սահմանել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը։ Հին Հռոմում այդ օրը նվիրվում էր Յանուս Աստծուն։
Հունահռոմեական ժամանակներից դեռևս, մասնավորապես Հուլիոս Կեսարի ժամանակ էր, երբ որ ընդունվեց Հուլիան տոմարացույցը, եւ ըստ Հուլիան տոմարացույցի ինչու հենց հունվարը, որովհետեւ իրենք մտածում էին արդյոք հունվարը կամ Յանուսը, որը խաղաղության աստվածն էր, պետք է որ մասնավորապես բերեր խաղաղություն երկրին։ Մտածում էին արդյոք միգուցե Մարսին դիմեն, որովհետեւ մարտ ամսին կարող էր տարվա սկիզբ լինել, բայց քանի որ Մարսը որպես աստվածություն համարվում էր պատերազմի աստվածը, իրենք գնացին դեպի հունվար, որովհետև խաղաղություն պետք է բերեր Յանուսը։ Այստեղից է սկզբնավորում հունվար ամսվա ընդհանրապես ծիսակարգային տեսանկյունից նշելու գաղափարը։ Հին Եգիպտոսում ամանորը համընկնում էր կյանքի ու բարօրության աղբյուր հանդիսացող Նեղոսի հեղեղման հետ։ Գետի վարարման սկիզբը համապատասխանում էր Սիրիուս աստղի երևալուն։ Աստղի եւ Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ հենց կոչվել է տարի։ Տիկտոկյան մակերեսայնության մեր օրերում մենք շատ հաճախ կարիք ենք ունենում դադարների։ Մի պահ կանգ առնելու, լռելու եւ ամփոփելու այն ամենը, ինչ մենք արել ենք կամ նախապատրաստում ենք անել։ Ամանորը հենց այդ կանգ առնելու վայրկյանն է, պահն է։ Ու լռելու պահն է, քննարկելու, վերլուծելու, ամփոփելու շատ կարևոր հանգրվանը։ Ցավոք սրտի մենք նույնիսկ այդ լռության ու ամփոփելու րոպեները լցնում ենք աղմուկով ու չգիտես ինչի մենք վախենում ենք լռությունից։ Մեր օրերում այս մեդիա աղմուկի մեջ մենք սկսել ենք վախենալ լռությունից, որովհետև լռության մեջ մենք ինքներս մեզ հետ մնում ենք մենակ ու հանկարծ պարզվում է, որ մեզ հետաքրքիր չի ինքներս մեզ հետ։ Հանկարծ պարզվում է, որ մենք, երբ մեզ հետ միայնակ ենք, լռության մեջ ենք, մեր գլխի աղմուկը մեզ սկսում է վախեցնել, մեր հոգու աղմուկը սկսում է մեզ ահաբեկել։ Մենք հայերս այս տոնը նշել ենք անհիշելի ժամանակներից, անվանելով այն ծաղկեմուտ, ապա նավասարդ, տարեմուտ, կաղանդ, լոլե, տարեգլուխ եւ այլն։ Ամենաավանդական նոր տարին հնում հայերը նշել են գարնան զարթոնքի ժամանակ։ Արեգ ամսին, մարտի 21-ի գիշերը հավասարի օրը։ Տոմարական փոփոխությունների արդյունքում հայոց նոր տարին տեղափոխվել է այլ օր՝ նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին։ Նավասարդի տոնահանդեսները տևել են մի քանի օր։ Դրանց ընթացքում կատարվել են զոհաբերություններ, կազմակերպվել խրախճանքներ ու թատերախաղեր, երգ ու պարի ուղեկցությամբ։ Մեծաթիվ ուխտավորներ հավաքվել են հատկապես Բագրևանդ գավառի Բագավան ավանում, ուր տոնը նշելու են գնացել հայոց արքունական տոհմն ու զորքը։ Մենք տոնել ենք 3 ամանորներ՝ գարնանամուտին, որը ծիլ, ծաղկի եւ պտղաբերության գարնան զարթոնքն է, որի ժամանակ պատրաստում էին հայկական ածիկ կերակրատեսակը, որը ծլած ցորենից էր պատրաստվում եւ սա ցույց էր տալիս կյանքի նոր սկիզբը։ Սա է պատճառը, որ մենք ունենք գարնանամուտի, այսինքն կյանքի նոր հառման ամանոր։ Հետո գալիս է նավասարդյան տոները, որը տոնվում էր 1-ից 6-ը ընկած հատվածում օգոստոսի, ապա 11-ին, որովհետև Հայկի կամ Օրիոնի համաստեղությունը կանգնում է Տաթևի սյանգլխին եւ այդ օրը աստղային քարտեզում ամբողջականորեն նոր տարվա սկիզբը։ Ուրեմն, քանի որ ես 80-ականների ծնունդ եմ, ծնվածներից եմ, ինձ միշտ հիշեցնում է ձյունը, նոր տարի։ Դա ձյունը ինձ համար դա նոր տարի է, չգիտեմ ինչու, արդեն Եղևնի եւ այլն, եւ նաեւ հիշեցնում է մեր սահնակները, որ պատրաստում ենք արդեն, չգիտեմ, մրցակցել, թե ով է ամենալավ սահնակը քշելու, հա։ Ժողովրդի լեզվով ասեմ, մանդարինը, ստալիչնին, մեկ էլ ձյունը ինձ հիշեցնում է, սանկայի հետ միասին հիշեցնում է նոր տարին, բայց ամենահետաքրքիրը եղել է դա մեր հացը, տոնական հա, այդ նոր տարվա, որ մեջը կոպեկ են դրել, ես փոքր ժամանակվանից միշտ հետևել եմ, ավելի շատ տատիկս է պատրաստել եւ տատիկիս մաման, իրանք թխում էին քուխա էր կոչվում, այդ քուխայի մեջ դնում էին կոպեկ։ Հայոց դիցարանում ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր, իսկ նրա եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, ուստի նոր տարին նվիրված էր ամանորին եւ Վանատուրին։ Ամանորը ինձ համար շատ կարևոր տոն է, առաջին հերթին նրա համար, որ ամենաընտանեկան տոնն է, իսկ ինձ համար ընտանիքը բացարձակ արժեք է ու միշտ ավանդույթ է, որ պիտի մենք անպայման նշենք տանը ընտանիքով ու մեր տանը նշելուց հետո գնանք անպայման տատիկ պապիկիս տուն, այնտեղ տոնելու միասին, այնտեղ հավաքվում են նաև մորաքույրներս, անգամ դրսից մորաքույրս, մորաքրոջս տղեն կապ չունի, բոլորը դրսում են, բայց ամանորի գիշերը պարտադիր ավանդույթ է մեր ընտանիքում, որ բոլորը պիտի լինեն Հայաստանում ու տոնենք միասին։ Ինչ նոր տարի։
ու ամանոր առանց այն խորհրդանշող ծառի, տոնածառի, մշտականանչ Եղևնի։ Վստահ եմ, որ շատերիդ է հետաքրքրում, թե որտեղից է գալիս այն զարդարելու ավանդությունը եւ երբ է զարդարվել աշխարհի ամենաառաջին Եղևնին։ Նոր տարվա ամենակարևոր խորհրդանիշը զարդարված Եղևնին իր մշտադալարությամբ ունի կյանքի շարունակության իմաստ։ Ուսումնասիրողներից շատերը պնդում են, որ դեռևս պալեոլիթի ժամանակաշրջանից գոյություն ունի աշխարհը ծառի տեսքով պատկերելու արքետիպը։ Այստեղից էլ հենց ծագում է ծառերի հանդեպ մարդկանց պաշտամունքը։ Այն տարածված է տարբեր ազգերի մշակույթներում։ Եվրոպական մի շարք ժողովուրդների մոտ ընդունված է եղել Սուրբ Ծննդյան տոնից առաջ ճրագալույցի երեկոյան օջախի մեջ գցել մի մեծ կոճղ, որը պետք է վառվեր 12 օր, խորհրդանշելով տարվա ամիսների քանակը ի նշան հաջողության։ Ինչ վերաբերվում է մեր ամանորի մեջ, զարդարման այս տոնացիսական ընդհանուր համակարգին, մենք չենք ունեցել Եղևնի, այսինքն որպես տոնածառ։ Այն եկել է մասնավորապես ըստ ավանդության Գերմանիայից եւ առաջին անգամ զարդարվել է այդպես Եղևնի ծառով, հետո վրան ավելացվել նաև վառվող մոմեր։ Ինչ վերաբերում է հայկական իրականության մեջ կենաց ծառը կամ տարվա ծառն էր, որը կտրված ծառի ճյուղից էր պատրաստվում, վրան զարդարվում էր չոր ջրերով, չամիչներով, ընդեղենով, որը պետք է լիառատություն, քաղցրություն եւ պտղաբերություն բերեր մեզ։ Ես սիրում էի ունենալ խաղալիքներ, որ ես ինքս նկարեի խաղալիքի վրա, իմ երազանքը նկարեի եւ կախեի անպայման տոնածառի, որովհետեւ իմ երազանքը ծառը կատարի։ Փոքրուց այդ ձև եմ մտածել, որ ձմեռ պապին ծառը բերում է, մենք գնում ենք, վերցնում ենք, մենք մեր երազանքը նկարելու ենք եւ կախենք տոնածառի վրա։ Եվ ինձ համար շատ կարևոր, չգիտեմ ինչու, սիրում էի, որպեսզի գագաթին լինի կարմիր աստղ։ Քրիստոնեական մշակույթում տոնածառը Հիսուս Քրիստոսի կյանքի ծառի խորհուրդն է, որը լուսավորում է մարդկանց ճանապարհը։ Շատերը տոնածառի գագաթին դրված աստղը նույնացնում են Բեթխեհեմի աստղի հետ, որ 3 մոգերին առաջնորդեց դեպի Փրկչի ծնված Մսուրը։ Հայերի մեջ ծառի պաշտամունքը եղել է վաղնջական ժամանակներից, սակայն նոր տարվա զարդարվող ծառը բնավ Եղևնին չի եղել։ Հնում մենք մրգերով ու ջրերով զարդարել ենք խնկի կամ ծիթապտղի ծառեր, անվանելով դրանք կենաց ծառ։ Ժամանակակից աշխարհում փոխվել է ամեն ինչ, թե տոնածառերը, թե զարդարման եղանակները եւ թե դրանց վրա ծախսվող միջոցներն ու կարողությունները։ Այժմ դրանք հասնում են արվեստի գործերի մակարդակի, պատրաստված ոսկուց, ադամանդից, բյուրեղից, երբեմն տեխնոլոգիական հետաքրքիր լուծումներով, համադրված լույսերի, ձայների ու շարժման մեջ գտնվող դեկորացիաների հետ։ 2026 թվականին սառը գույներ չի կարելի։ Ինչու՞, որտեղ ձին, չի գա ձեր մոտ։ Եթե նա տեսնի, որ ձեր տոնածառի վրա ինչ-որ կապույտ, կանանչ, սպիտակ խաղալիքներ են կախված, զին կնեղանա եւ նոր տարին կանցնի ձեր կողքով։ Զարդարում ենք ինչքան հնարավոր է վառ։ Նոր տարվա սեղանին պարտադիր պիտի լինեն վառված մոմեր։ Ինտերիերում կարևոր է, որ գերակշռեն կարմիրն ու ոսկե գույնը, որովհետև հրեղեն ձիու տարի է։ Եվ այդ նախորդային 2026 թվականի կարող եք այսպիսի մի հետաքրքիր ցանկության ցանկ դնել։ Մոտավորապես 5-ից 7 կետ։ Ես սա ունեմ, նա ունեմ, նա ունեմ։ Դեկտեմբերի 30-31-ի գրված ցանկությունները ավելի շատ տանում են դեպի նյութական բարեկեցության։ Այդ բոլոր ցանկությունները կետ առ կետ գրեք, փակեք, այդ ամենը կարող եք արտասանել ամանորի հենց գիշերը ու տարեք մի փափուկ տեղ դրեք, ինչպես փոքրիկ երեխային, որտեղ ձեր ցանկությունները երեխայի նման կարող են բարձրանալ երկինք եւ կարող եք ասել ուղարկում եմ սիրով, սպասում եմ դրական պատասխանի։ Աշխարհում արդեն շատերն են պատրաստ ամանորյա տոնական տրամադրության համար ծախսել միլիոնավոր դոլարներ, ստեղծելով շքեղ, յուրահատուկ ու հիշվող տեսարաններ։ Վերջերս Քիմ Քարդաշյանը սոցցանցում հրապարակել էր իր տան տոնական զարդարանքը, որի համար աստղը ծախսել է 100,000-ավոր դոլարներ։ Որոշ օգտատերեր եւ երկրպագուներ այն համարել են անհարկի ու չափից դուրս պերճաշուկ, սակայն զարդարանքը գրավել է շատերի սրտերը։ Այս տարի Վիկտորիա Բեքեմն ընտրել է ավելի մինիմալիստական տարբերակ, քիչ զարդարանքով ու հանգիստ երանգներով։ Ես արդեն 8-րդ տարին է Միացյալ Նահանգներում նվիրավորում տարին։ Եվ
Հայաստանից հեռու ինձ համար գտնվելը մի ընդհանրապես մեկ պատճառ, որ ես այն դիմավորում եմ իմ արդեն նոր ստեղծած ընտանիքի հետ։ Ես ունեմ ընտանիք, երկու հրաշք մայրիկներ, որոնց հետ ամեն նոր տարում զարդարում ենք մեր տոնածառը։ Նախընտրում ենք, որպեսզի տոնածառը լինի բնական եւ շատ բարձր, քանի որ տարածքը թույլ է տալիս։ Այդ զարդարման process-ը մեզ համար շատ կարևոր է, տոնական մթնոլորտ է տանտիրում, բոլորս ինչ-որ փորձում ենք մի խաղարիք կախել, երգել, պարել, մի խոսքով լավ, բարձր տրամադրությամբ այդ օրը կազմակերպում ենք տոնածառի զարդարելու process-ը։ Դեռևս չի հրապարակվել այս տարվա ամենաթանկ տոնածառների ցանկը, սակայն անցյալ տարվա ցուցակը գլխավորում էր Էմիրատների Palace հոթելի տոնածառը 11.4 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ։ Անցյալ տարվա ամենաթանկարժեք տոնածառերի տասնյակը շարունակվել է հետևյալ պատկերով։ Երկրորդ տեղում Տոկիոյի Գինզա թաղամասի հայտնի ոսկերչական խանութի տոնածառը, պատրաստված ոսկուց եւ զարդերից, 4.27 միլիոն դոլար արժողությամբ։ Երրորդ տեղում Հոնգկոնգի Սվարովսկի բյուրեղյա տոնածառը, որը գնահատվել է ավելի քան 1.8 միլիոն դոլար։ Մնացած հորիզոնականներում ներկայացված տոնածառները արժեցել են $55,000-ից մինչև 1.6 միլիոն դոլար։ Թեև ավանդական տոնածառից մեր տան տոնածառը շեղված է, իհարկե, շատ կուզենայի ավանդական այդ տիկնիկները, բերք ու բարիքը, նույնիսկ հիշում եմ, որ ավելով են, չէ, հաճախ արել տոնածառի փոխարեն ավել է եղել, թեև այդ ավանդական ստանդարտներից շեղվել է մի փոքր, բայց ամենայն դեպս տոնածառի խորհուրդը մեծ է եւ պարտադիր մեր տանը, այժմ արդեն իմ սեփական ընտանիքում, եւ հենց կանաչը տոնածառի խորհրդանշում է կյանքը անսպառ եւ անընդմեջ։ Ամանորը հետաքրքիր է դառնում նաև միմյանց նվերներ տալու հնուց եկած սովորույթով։ Վաղ ժամանակներում երեխաները շրջել են տներով, երթիկներից կախել գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի դրանք լցվեն քաղցրավենիքներով։ Հայերն այն անվանել են տաղանդչեկ։ Իսկ երեխաների նվերներ բաժանողը եղել է Ձմեռ պապ կամ Սանտա Կլաուս կոչվող բարի ծերուկը։ Ով էր նա։ Եպիսկոպոս Սուրբ Նիկողայոսը մյուրնացուց ձևավորված բարեգործ ֆոլկլորային կերպար, որ հայերի շրջանում ուներ մեծ պապուկ կամ կաղանդ պապ անվանումը, իսկ աշխարհում նրան կոչում են Սանտա Կլաուս։ Սանտա Կլաուսը իրական անձի վրա հիմնված գեղարվեստական կերպար է, ով ըստ ավանդության ամեն տարի դեկտեմբերի 24-ի երեկոյան Սուրբ Ծննդի նախօրեին այցելել է երեխաների տները, նրանց թաքուն նվերներ բաժանելու։ Սանտա Կլաուսի նախատիպն է համարվում համաքրիստոնեական Սուրբ հրաշագործ Նիկողայոսը, ով հայտնի է եղել իր կատարած բազում բարեգործություններով։ Բոլորին իհարկե հետաքրքիր է, թե ինչ ձևով կարելի է դիմավորել նոր տարին։ Նո Սկսենք դրանից, որ ամենահեշտ, բայց շատ ճկուն գործում ռիտուալներից մեկը կլինի նա, եթե դուք նախորոք ձեռք բերեք 9 հատ կարմիր մոմ, այդ մոմերը մի 2-3 օր շուտ նոր տարուց դնեք որևիցե միտեղ, որտեղ կան կամ սրբապատկեր, կամ ինչ-որ ձեր համար արժեք ունեցող սրբություն, հա, եթե կարելի ասել, ու նոր տարում ինչ եք անում, վերցնում եք մի մոմը, մտածում եք, մի հատ միտք եք պահում, այդ մի կարմիր մոմը վառում եք, հետո երկրորդ միտքն եք մտածում, նորից վառում եք այդ մոմը, ու սենց շարան 9 մոմը իրար հետևից վառված վիճակով, ամեն մոմին կպցնում եք ձեր միտքը, ձեր ցանկությունը, եւ նոր տարուց հետո Երբ որ անցնի փետրվար ամիսը, այդ 9 մոմերի նպատակները կիրագործվեն։ Բայց պետք է հիշեք, որ հավատքը անպայման է։ Հայերի շրջանում կաղանդ պապը ծիսական համակարգի բաղկացուցիչ է եղել, ով մշտապես հանդես է եկել ընկերակցող կերպարներով, խլվլիկներով ու անվանական արալեզներով։ Արեգը, անտեսը, երան, փուշը, իմաստունը, եղեգը եւ էլի շատերը։ Ես այժմ էլ հավատում եմ իմ երեխաների հետ, որ Ձմեռ պապի գոյություն ունի ու որ նա ապրում է Լապլանդիայում եւ ամեն տարի ծխնելույզից իջնելով, եթե անգամ դուք տանը չունեք ծխնելույզ, որևէ կերպ նա գալու է ու ձեզ բերելու է նվերներ։ Հիմա այստեղ ավանդույթ կա, մենք նամակ ենք գրում Ձմեռ պապիկին,
մեր ցանկությունները, որպեսզի հրաշք կերպով իրականանան։ Ամանորի տոնական մթնոլորտի բաղկացուցիչ մաս են կազմում նաև զանգերը, աստղերը, մոմերը, ժամացույցներն ու ինքնատիպ ուտեստները։ Զանգերը խորհրդանշում են բարի լուրը, նոր սկզբի ազդարարումն ու չար ուժերից պաշտպանությունը։ Կեսգիշերին հնչող զանգերի խողանջների ներքո հրաշքներին հավատացող մարդիկ աղոթում են եւ երկինք ուղում իրենց սրտի խնդրվածքները։ Ժամացույցը խորհրդանշում է մի ժամանակից մյուսին անցումը, անցյալի ամփոփումն ու նոր օրվա նոր հնարավորությունները։ Լատինական Ամերիկայում եւ Իսպանիայում մինչ ժամացույցի սլաքները ավետում են կեսգիշերվա գալուստը, ընդունվում է ուտել 12 խաղող ի նշան պտղաբերության։ Ամանորի ամենասպասված ու սիրելին նվերները ստանալու եւ փոխանցելու պահն է։ Սովորաբար նվերները դրվում են տոնածառների տակ, բուխարիների վրա դրված գուլպաների ու կոշիկների մեջ կամ դրանք երեխաներին են հանձնում հենց իրենք ծմեր պապիկները։ Եվ քանի որ 2026 թվականը հրեղեն ձիու տարին է, այսինքն հրեղեն տարի է, դա կրակի տարի է, այսինքն տարի է, որ պետք է լինես անպայման կրակի պես, հրեղեն ձիու պես արագաշարժ, հա, այսինքն նոր տարվա մեջ, հա, եւ դրա համար տեսնենք ինչ է գրված այս հրաշք գրքի մեջ, իմաստուն գրքի մեջ։ Այստեղ գրված է, որ այն բացասական մտքերը, այն բացասական խոսքերը, զգացմունքներն ու զգացողությունները բոլորը թող այրվեն, մոխրանան, ահա այսպես։ Եվ թող 2026 թվականը լինի առողջության տարի, լինի սիրո տարի եւ իհարկե խաղաղության տարի։ Այս կուզեմ, որ այս տարին 2026-ը դառնա քրիստոնեական բանականության տարի։ Եվ քրիստոնեական բանականությունը հաղթի արհեստական բանականությանը։ Եվ մենք բոլորս վերա քրիստոնեականացվենք։ Ամանորով ոչ միայն նոր ժամանակի, այլև նոր հնարավորությունների ու երազանքների մեկնարկային պահ է, որ լույս ու հույս է բերում բոլոր հոգիներին անկախ ժողովուրդներից ու ազգերից։ Թող այս նոր տարին բոլորիս ընտանիքներում բերի սեր, երջանկություն, համերաշխություն եւ բարեկեցություն։ Թող խաղաղություն լինի բոլորին ու մեր սիրելի երկրին։ Ապահով լինեն սահմանները, աննկուն լինեն հայոց որդիներն ու դուստրերը եւ թող հայոց երկնակամարում թևածեն միայն աղավնիները։